Ինչպիսի աշխատանքներ պետք է անենք ձմռանը, որպեսզի հատկապես բարձրարժեք մշակաբույսերը չվնասեն, որովհետև դուք գիտեք, ասենք հապալասը, գոճի բերին, կամ լորամրգին, կամ տարբեր իռգան եւ այլ թանկարժեք հատապտուղներ վնասվում են ցրտահարությունից եւ գարնանը երբեմն լինում են թույլ ու նվազ։ Ինչ եմ խորհուրդ տալիս, տարբեր սոցիալական սայթերում, վաճառքի կետերում, այնտեղ կա, չգիտեմ, Balberis, Temu, eBay եւ այլը, վաճառում են նման պարկետ, կամ դուք ինքներդ կարող եք պատրաստել։ Տեսեք, այսպիսի պարկեր են, որոնք տեսնում եք այդ ցեպով, այսպես ամրանում են եւ դնում եք միջև հիմքից, ամրացնում եք հիմքից։ Ինչ առավելություններ ունեն, դուք տեսաք, առաջինը իրենք պաշտպանում են բույսերը վնասվելուց, եթե այս պարկերը չլինեն, ապա ձյունը այս հսկայական մանավանդ այս տարվա դեպքում կնստեն ճյուղերի վրա եւ ճյուղերը կթեքվեն, ինչպես այս դեպքում, տեսեք, ինչպես որոշ, ասենք, բաց վիճակում։ Երկրորդը, այս դեպքում, երբ որ մենք վերցնում ենք կտորե պարկեր, իհարկե ես նշեմ, որ դուք ինքներդ էլ կարող եք կարել պատրաստել։ Երբ որ կտորից են պարկերը, ապա մենք ունենում ենք օդի հոսք, այսինքն օդի շրջանառություն, եւ վերջում բույսերը չեն վարակվում սնկային հիվանդություններով։ Կտորի պարկերի դեպքում էկոլոգիապես մաքուր են։ Տեսեք, երբեմն որոշ ֆերմերներ կատարում են, բայց երբեմն, ասենք, պոլիէթիլենային թաղանթով։ Այդ դեպքում պոլիէթիլենային թաղանթը շնչող չէ եւ անպայման սնկային հիվանդությունները կակտիվանան այդ ճյուղերի վրա։ Ամենակարևոր պայմաններից մեկը, որ քամուց են պաշտպանվում։ Դուք գիտեք, Հայաստանի Հանրապետությունում գրեթե բոլոր մարզերում քամին բավականին մեծ վնաս է հասցնում եւ հատկապես ձմռանը, այսինքն պատկերացրեք այդ սառոթը։ Մենք կանխարգելում ենք քամու վնասը այս դեպքում մի շատ կարևոր բան նաև օգնում են նաև այս ժամանակ, որ ամբողջ ձմռանը միջավայրը լինի կայուն եւ երբեմն, այսինքն բույսերը գարնանը շատ արագ չեն սկսում ողբոջել։ Իրենք ուղակի հանգիստ իրենց ժամանակին եւ այդ դեպքում հաճախ խուսափում ենք նաև արագ ծաղկելուց, որը հաճախ ցրտահարությունների վտանգ են լինում։ Տեսեք, դուք կարող եք տարբեր տիպի պարկի գույներ ընտրել։ Այսինքն այն տարածքներում, երբ որ ձմռանը ավելի մեղմ է եւ ջերմաստիճանը բարձր, օրինակ կներեք, այս դեպքում տավուշը լոռին, ապա այդ դեպքում լավ կլինի, որ սպիտակ հագցնեն, որովհետեւ երբեմն արևի ուղիղ ճառագայթները ձմռանը նույնիսկ վնասում են, արևահարում են բույսերի, հատկապես մատղաշ բույսերի ցողունները, ճաքճքում են, իսկ այս դեպքում վերանում են, այսինքն ցերեկը նրանք անդրադարձնում են այդ արևի ուժեղ ճառագայթները։ Եվ մի շատ կարևոր փաստ եւս, այս դեպքում կրծողները եւս չեն կարողանում վնասել բույսի հիմքերը։ Դուք գիտեք, որ կրծողները հիմնականում վնասում են հողի եւ օդի շփման հատվածում, այսինքն հիմքից են սկսում կրծել բույսերը, այս դեպքում մենք նաեւ պայքարում ենք կրծողների դեմ։ Ես նշեմ, եթե դուք ինքներդ ունեք հին հագուստ, ոչ պիտանի հագուստ, կարող եք կարել։ Եթե ոչ, ապա մեկ պարկի գինը ընդամենը, եթե չեմ սխալվում, 300-ից մինչև 400 դրամ է, կապված բարձրությունից, կապված լայնությունից։ Այնպես որ եկեք այսուհետ ավելի խելամիտ ձևով վարենք մեր տնտեսությունները եւ ամեն մի այսպիսի աշխատանք, որը մենք կատարում ենք ձմռանը, համոզված եղեք, գարնանը բազմակի կփոխհատուցեն ձեզ իրենց տված բերքով, բարիքով, երևի թե այսքանը։